Մի քանի օր է նոր խորհրդարանը սկսել է իր աշխատանքը, բայց արդեն իսկ պարզ է, այն չի արդարացնելու հանրության ակնկալիքները։ Այնուամենայնիվ, ընդդիմադիր ընտրազանգվածը որոշակի սպասումներ ունի։ Ընդդիմադիր ուժերին քվեարկած քաղաքացին հույս ուներ, որ իշխանափոխություն տեղի կունենա եւ վարչախումբը կհեռացվի կառավարությունից։ Երբ դա տեղի չունեցավ, բնականորեն առաջացավ որոշակի հիասթափություն։ Քաղաքացին գնացել էր ընտրության հաղթանակի ակնկալիքով, ոչ թե պարտության, եւ խորհրդարան անցած երկու ընդդիմադիր ուժերը պետք է ըմբռնումով մոտենան քաղաքացու այս հիասթափությանը եւ հանրային այս տրամադրվածությանը։ Հայաստանյան հասարակայնության մեծամասնության հիասթափության պատճառը պարզ է։ Մարդիկ մտածում են, որ եթե ընդդիմությունը չհաջողեց հեռացնել Փաշինյանին, խորհրդարանում կրկնվելու է այն, ինչ տեսել ենք անցած 5 տարում։ Սկզբում կոշտ քաղաքական բախումներ, ապա փողոցային պայքար, բոյկոտ, իսկ վերջում անգամ ծեծ կրտուկ։ Եթե վարչախումբը իսկապես խորհրդարանը պատկերացնում է որպես բռնցքամարտի ռինգ, չի կարելի բացառել, որ մի օր նման տեսարանների էլ ականատես կլինենք, ինչպես նախկինում։ Հայտնի է, որ այս վարչախմբի քաղաքական գործելակերպի առանցքում գերակշռում է հաց եւ տեսարաններ սկզբունքը, հասարակությանը զբաղեցնել շոուներով, աղմկոտ քննարկումներով, որ ուշադրությունը շեղվի բովանդակային խնդիրներից։ Այս ամենում ո՞րն է ընդդիմության խնդիրը։ Այն այսօր պետք է լուծի մեկ կարևոր հարց՝ հնարավորինս արագ համախմբել արտախորհրդարանական, քաղաքական եւ քաղաքացիական ուժերին։ Այդ ուժերի մասնակցությամբ անհրաժեշտ է ձևավորել միասնական հարթակ, որը կարող է դառնալ հանրային շարժման լոկոմոտիվը հասարակության մեջ քաղաքական փոփոխությունների պահանջ ձևավորելու եւ համակարգային բարեփոխումների օրակարգ առաջ մղելու համար։ Եթե ընդդիմադիր խմբակցությունները սահմանափակվեն միայն խորհրդարանի ներսում իրենց գործունեությամբ եւ փորձեն ամեն ինչ անել բացառապես սեփական ուժերով, կունենանք բավականին տխուր պատկեր։ Վստահաբար թե ուժեղ Հայաստանում, թե Հայաստան դաշինքում գիտակցում են, որ առանց լայն հանրային աջակցության իրենք խորհրդարանում փաստացի փոքրամասնություն են։ Իսկ եթե այդ աջակցությունը ձևավորվի, այն կարող է դառնալ ազդեցիկ հանրային ճնշման գործիք, որն այս խորհրդարանին կստիպի ավելի արդյունավետ աշխատել։ Այն փոփոխությունը, որը չի ստացվել մինչև հիմա, նաև ազգային ժողովի որպես ֆակտոր Հայաստանի քաղաքական դաշտում, մենք փորձենք դրան հասնել։ Բոլորս, գրեթե բոլորս, բացի պարոն Վարդևանյանից, առաջի անգամ ենք եւ նոր ուժ ենք եւ պետք է ձևաչափերով հասկանանք, թե ոնց ենք ազգային ժողովի վարկանիշը փոխում, ոնց ենք ուժ ձևավորում այնպիսի, որը կկարողանա Հայաստանում որակական փոփոխություն։ Ակնհայտ է, որ այս խորհրդարանն արդեն իսկ իր վրա կրում է կիսալեգիտիմ լինելու կնիքը։ Վարչախմբի վարած քաղաքականության եւ քարոզչության հետևանքով ամենայն հայոց կաթողիկոսը ներկա չէր ազգային ժողովի առաջին նիստին, մինչդեռ նախկինում մշտապես պետական արարողակարգի համաձայն վեհապարը մասնակցել է նոր գումարման ազգային ժողովի առաջին նիստին եւ իր օժնությունն է բաշխել падգամավորներին։ Կարևոր է, որ ընդդիմադիր խմբակցություններն իրենք գնացին Մայրաթոր եւ այնտեղ ստացան օժնություն։ Որքան էլ ազգային ժողովի նախագահի աթոռին բախտի բերմամբ հայտնված Ռուբեն Ռուբինյանը երեսպաշտորեն պնդի, թե ամեն ինչ անելու է, որ խորհրդարանը գործի քաղաքակիրթ մթնոլորտում, դժվար է նման ակնկալիք ունենալ։ Վարչախումբը բազմիցս ապացուցել է, որ իր համար քաղաքական պայքարում կարմիր գծեր գոյություն չունեն։ Մյուս կողմից ընդդիմությունը եւս պետք է բավականաչափ վճռական, սկզբունքային եւ աննահանջ լինի, այլապես մարդիկ բնական հարց կտան, եթե ընտրարշավի ընթացքում հնչած թեզերը ճշմարիտ էին, իսկ հիմա կառուցողական եւ փոխադարձ շնորհակալություններով լի քննարկումներ են ընթանում, ստացվում է նախընտրական քարոզարշավի զգալի մասը պարզապես քաղաքական ներկայացում էր։ Միևնույն ժամանակ ընդդիմությունը չպետք է սահմանափակվի միայն խորհրդարանով։ Խորհրդարանի ներսում պետք է իրականացվի ինստիտուցիոնալ քաղաքական աշխատանք, իսկ փողոցում անհրաժեշտ է ձևավորել լայն հանրային շարժում, որում կարող են ներգրավվել արտախորհրդարանական քաղաքական ուժեր, քաղաքացիական նախաձեռնություններ, մտավորականներ եւ հասարակական կազմակերպություններ, եւ որը կարող է դառնալ հանրային համախմբման կարևոր հարթակ եւ հասարակության ձայնը հասցնել քաղաքական օրակարգ։ 17 թվականին հանրապետական իշխանությունը ձևավորել էր մեծամասնություն, Նիկոլ Փաշինյանը այնտեղ նստած էր, ու ես չեմ կարծում հանրապետականն ինչ որ տենց բանով խոսեցին էլի, որ տեսեք, իրեն գնացել այնտեղ նստել են։ Հարգանքով մոտեցեք մեր հայրենակիցների դիրքորոշմանը եւ նաեւ ուզում եմ անալոգիան տանել 17 թվականի իրողությունները ինչպես փոխվեցին 18 թվականին, այնպես որ հանգիստ եղեք այդ փոփոխությունները նաեւ կարող է սպառնալ ձեզ, այնպես որ այդ առումով հանգիստ եղեք։ Ի վերջո, ակտիվ ներքաղաքական գործընթացների եւ փողոցային ճնշման գեներացման դեպքում այս խորհրդարանը կարող է եւ երկար կյանք չունենալ, կարող են կազմակերպվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Երրորդ հանրապետության պատմության ամբողջ ընթացքում չի եղել այնպիսի մի իրավիճակ, երբ ընտրությունների արդյունքները կեղծվեն ուղիղ եթերում օրը ցերեկով բոլորի աչքի առջև,
եւ մի ամբողջ խմբակցություն անդամահատվի։ Իհարկե նախկինում էլ մշտապես եղել են ընտրությունների արժանահավատության հետ կապված խնդիրներ, խախտումներ, սակայն այս որակի խնդիր, երբ մեկ վայրկյանում, մեկ ակնթարթում 60,000 քաղաքացու ձայն դեն են նետում, չենք ունեցել։ Այս ամենը բավարար հիմք է, որ այս խորհրդարանը չկարողանա ամբողջությամբ իրացնել իր հնգամյա ժամկետը։ Իսկ պայքարը շարունակվում է։